Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերի ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականը ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընթരാճ եւ այսօր իմ հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Մխիթարյան, նախորդին Ազատության հրապարակում կայացավ Ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաքը, իհարկե տարբեր գնահատականներ կան քաղաքացիների մասնակցության, ձևաչափի վերաբերյալ, կցանկանայի իմանալ, արդյոք ձեր ուժի պատկերացումներն ու սպասելիքներն արդարացան։ Նախ օգտվելով արդից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր հայրենագիստներից, ովքեր ոչ աշխատանքային օրով մի քանի ժամ մեր հետ էին, մենք բոլորս միասին էինք։ Միաժամանակ ուզեմ նաև չմոռանանք մեր լրագրողներին, ովքեր այդ ամբողջ ընթացքը լուսաբանեցին, մեր բոլորի կողմից մեր խորին շնորհակալությունը։ Հանրահավաքի մասով միանշանակ կարող եմ նշել, որ իրոք ստացված էր։ Փոքրիկ խմբակի ներկայացուցիչների կողմից այդ վատ ճակերտավոր, վատ արձագանքները, որ ամեն ինչ լավ չի եղել, քիչ մարդ եղել եւ այլն, դա հենց խոսում ու ապացույցներ առայն, որ ամեն ինչ հրաշալի է եղել։ Դուք վստահ եմ նաև տեսել եք կադրերը, թե ինչքան մարդ էր հավաքվել, ինչքան մարդ նույնիսկ հնարավորություն չէր ունեցել հրաբարագին, այսպես ասենք, հրաբարագին մոտ լիներ։ Հանրահավաքը իրոք ստացվեց, նաև կարևորվեց այն հանգամանքով, որ վերջապես պարոն Սամվել Կարապետյանը կարողացավ գոնե տեսաուղերձով հանդես գալ իր հայրենագիստերի մոտ։ Իրոք մենք չափից ավել գոհ ենք, միանշանակ գնալու ենք առաջ ու արդեն հաջորդիվ նաև կներկայացնենք մեր հետագա քայլերը։ Դուք ունեք վերլուծություն, թե մոտավորապես ինչքան մարդ է մասնակցել եւ այս կոնտեքստում սա ավելի շատ մարտավարական քայլ էր, թե ուժերը մոբիլիզացնելու առաջին փորձ։ Սա ավելի շատ տեսեք մեր կարևորագույն խնդիրը համախմբումն էր։ Հենց դրա համար նաև մենք հայտարարեցինք, որ հանրահավաքը դիտարկվում է որպես միասնության հանրահավաք։ Չեմ ուզում թվերը ինտերնետով եմ տեղեկացվել, շուրջ 40,000 մարդ այնտեղ էր, նաև թե երթով վստահ եմ հայրենագիստերը տեսան եւ թե ամբողջ այդ ընթացքը որևիցե միջադեպ չի գրանցվել, որևիցե բացասական բան չի եղել ու այս քայլերը ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք համախմբվում ենք մարդկանց, մենք համախմբվում ենք Հայաստանի Հանրապետության շուրջ ու գնալու ենք դեպի Ուժեղ Հայաստան։ Իշխանության ներկայացուցիչները նաև իրազեկ քաղաքացիների միավորումը այլ թիվ էին հրապարակում, մոտավորապես 12500։ Սա ինչպես է վերաբերվում։ Սա հենց նրա մասին է խոսքը, որ մեր մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվել։ Հենց դրա համար նրանք փորձում են հերթական սադի մանիպուլյացիայի կեղծիքների դեմքով փորձում են հերթական ինֆորմացիան լուրնել, չէ՞ ինֆորմացիան տարածել, այնպես որ շատ նորմալ են ընդունում, կարևորը մեր հայրենագիստերը իրենց ճիշտ որոշումը կայացնելու են հունիսի 7-ին։ Պարոն Մխիթարյան, նաև տարբեր մեկնաբանություններ եղան, թե մարդկանց օրինակ ստիպողաբար են մարզերից բերել։ Դուք բացառում եք, որ նման մեթոդներ են կիրառվել։ Միանշանակ բացառում եմ, որովհետև ես էլ ներկայացնում եմ նաև Շիրակի մարզը ու վստահեցնում եմ ձեզ, նման բան չի կարող լինել եւ անհնար է, որովհետև թե Սամվել Կարապետյանը, թե մեր ամբողջ թիմը եւ կուսակցությունը չենք աշխատում գլխականակ ապահովելու համար։ Ես փորձեմ շատ կարճ 1-2 օրինակ ներկայացնեմ եկեղեցու հետ կապված, երբ որ Կիրակի օրերը, չգիտես ինչի, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը գնում էր տարբեր եկեղեցիներ պատարագների ու ամեն անգամ հերիքչի մարդկանց քանակը պակասում էր, այլ նաև որպես կանոն նույն մարդիկ էին։ Այսինքն մենք մարդկանց դիտարկում ենք որպես մարդ։ Մենք գնահատում ենք մարդկանց խոսքի, մտքի, ցանկացած տեսակի ազդեցությունը եւ որևիցե մեկին ստիպողաբար բերել հանրահավաքի, կարծում եմ ամենայն անկեղծությամբ այս ժամանակահատվածում չափից ավել դժվար է, չեմ էլ խոսում, որ մենք նմանատիպ նպատակ կամ ցանկություն չունենք։ Ապրիլի 11-ի հանրահավաքում նախատեսված էր, որ կհրապարակվեն ամբողջ նախընտրական ցուցակը, բայց կարծես բավարարվեցիք այդ 36 անձանց անունով։ Այստեղ չկար նաև կուսակցության հետ դաշինք կազմած Նայիրի Սարգսյանի անունը։ Ինչով է պայմանավորված։ Տեսեք, ժողովրդավար համարվող մի երկրում, երբ որ ընդդիմադիր գլխավոր ուժի կուսակցության ղեկավարը նախագահան գտնվում է արդեն շուրջ 10 ամիս ապօրինի կալանքի տակ, մենք այդտեղ խնդիր ունեցանք։ Ու խնդիրն ինչումն էր, որ Սամվել Կարապետյանը որևիցե
ֆիզիկական հնարավորություն չունեցավ եւ մինչ այս պահը չունի, գոնե 3-ից 5 րոպե շփվելու մեր տեխնազուների հետ։ Բայց ապրիլի 15-ին նշանակված է, այս աբորինի քրեական գործով նշանակված է առաջին տադական լսումները։ Մենք շատ մեծ հույս ունենք, որ գոնե ամսի 15-ի տադական նիստով հնարավորություն է ընձեռվելու, ստացվելու է մեր մոտ հասնել նրան, որ վերջի օրինականությունը արտարությունը հաղթի, պարոն Կարապետյանը կարողանա հանգիստ ելումուտ անի, այսինքն վերացվի նաև տնային կալանք պատիժ կոչված հասկացությունը եւ հնարավորություն ունենա պարոն Կարապետյանը շփվելու տեխնազուների հետ։ Դա կապված էր միայն դրա հետ, ցուցակները արդեն անկախ նաև եթե չստացվի Աստված չանի, արդեն ցուցակները մոտ օրերս վերջնական կհրաբարակվի, բայց խնդրեմ սպասենք մինչև ամսի 15-ը տեսնենք ինչ է լինելու։ Դրանից հետո արդեն կներկայացվի, իհարկե այնտեղ էլ շատ քիչ ժամանակ է մնում, բոլորս էլ գիտենք, որ ներկայացման վերջնաժամկետը կենտրոնական ընտրական հանձնաժողով ավարտվում է ապրիլի 23-ին։ Եվ այստեղ է քիչ ժամանակ մնում, պարոն Մխիթարյան, եւ ընտրություններին է քիչ ժամանակ մնում։ Եթե այնուամենայնիվ դատարանը չվերացնի Սամվել Կարապետյանի տնային կալանքը, որն է ուժեղ Հայաստանի պլան B-ն։ Եթե նույնիսկ չվերացնի, կամ դիտարկենք, որ չի էլ վերացնելու, մեր թիմում, սկսած ինձանից, վերջացած բոլոր մեր անդամներով, մենք որևիցե կերպ չենք ընկճվելու։ Մենք միևնույն է պահում ենք իր թիկունքը, ինչքան որ մենք կարողանում ենք, նույնն է նաև հագարակը, եւ մենք բոլորս միասին պայքարելու ենք, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան։ Գաղտնիք չէ, որ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանափոխության հասավ, երբ Հանրապետության հրապարակում բազմահազարանոց ժողովուրդ հավաքվեց։ Եվ նաև գաղտնիք ասած չեմ լինի, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպում այն ուժը, որը վստահ է, որ այսպես ասած կարող է լցնել հրապարակը։ Առաջիկայում նման միջոցառում նախատեսվում է հրապարակում։ Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ուժեղ ու մեծ հանրահավաք հենց Հանրապետության հրապարակում, օրի մասով այս պահին կամ պլանների մասով ժամանակից առաջ չգնեմ, բայց այդ ամենը ունենալու ենք, որովհետև մեր ժողովրդի հետ, այսպես ասած, ֆիդբեքը այնպիսին է, որ նաև կարևորագույնս այն է, որ պարոն Կարապետյանը տեսահողարցով դիմեց մեր ժողովրդին, միանշանակ այնքան դրական արձագանքներ են ստացել, որ վստահ եմ, եթե վաղն էլ անենք, Հանրապետության հրապարակը լեփլեցուն է լինելու ու իրենց ասած առանց ավտոբուսներով մարդ բերելու։ Եթե այնպես ստացվի, որ ընտրություններում որևէ մեկ քաղաքական ուժ 50+1 ձայն չստանա, գործող սահմանադրությունը նախատեսում է, որ կամ պետք է կոալիցիա կազմել, կամ գնալ երկրորդ փուլի։ Ձեր դեպքում, եթե ուժեղ Հայաստանը չի ձևավորում սահմանադրական մեծամասնություն, ո՞րն է լինում ձեր հաջորդ քայլը՝ գնալ երկրորդ ընտրության, թե հնարավոր է օրինակ կոալիցիա իշխող ուժի հետ։ Իշխող ուժի հետ։ Այո։ Այսինքն քաղաքացիական պայմանագրությունը միանշանակ դա բացառված է, թույլերն ու ուժերները իրար հետ ճանապարհ չեն կարող գնալ։ Բայց կամ նաև սկզբից հայ ժողովուրդը ցանկանում է փոփոխություն։ Հայ ժողովուրդը ցանկանում է փոփոխություն ուժեղ առաջնորդի հետ մեկտեղ։ Հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ իրական գետնի վրայի ռեալ երաշխավորված խաղաղություն, ունենալ հզոր տնտեսություն։ Դրա համար իրենց հետ միանշանակ դա բացառում է անհնար է ուղղակի։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, քանի որ մեր նաև հարցումներն էլ, մեր հասարակությունն էլ տեսնում ենք ինչքան դրական արձագանքներ ու հույսեր են կապում մեր թիմի հետ, չեմ ուզում այս պահին մտածեմ այդ դոգոստերի մասին, բայց վստահ եմ, որ հունիսի 7-ին, ավելի ճիշտ հունիսի օրը փոխված կլինի, հունիսի 8-ին մենք տոնելու ենք ուժեղ Հայաստանի սկիզբը։ Տեսեք, դուք նաև ասում եք, որ որևէ քաղաքական ուժի ձայն չեք տալու, բայց եթե ստացվի այնպիսի իրավիճակ, երբ ձեր ձայներից կախված լինի, այսպես ասած, իշխանափոխությունը, հիմա սա բացառելով, արդյոք փակուղի չեք մտցնում այդ գործընթացը։ Տեսեք, ոչ թե փակուղու խնդիրը այստեղ ամենակարևոր խնդիրն է բոլոր տեսակի հարցումները վկայում են նրա մասին, որ առնվազն ընդդիմադիր դաշտում մեր թիմը, մեր կուսակցությունը շատ ավելի շատ տոկոսային ձայներ ունի։ Դրա համար այս պահին մտածել, թե ինչ կլինի, եթե ենթադրենք երրորդ կամ չորրորդ ուժերը ինչքան են ձայն հավաքելու, արդյոք մեզանից շատ է թե քիչ է, իմ անձնական կարծիքով դեռ վաղ է նման բան խոսելը, բայց միանշանակ ու միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր
կուսակցության վարչապետի տեխնացու, որովհետև այդ հարցը նաև արծարծում է, վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է եւ ելի կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անուն ազգանունը լինելու է Սամվել Կարապետյան։ Բայց իշխանությունը շարունակում է պնդել, պարոն Մխիթարյան, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ միայն որպես պատգամավորի տեխնացու, այլ նաև վարչապետի տեխնացու, բայց դուք շարունակում եք պնդել, որ դա հնարավոր է։ Ինչպես իշխանությունը պնդում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Իշխանությունը պնդում էր, որ Շուշին, Հադրութը մնալու են հայկական տարածքներ։ Իշխանությունը պնդում էր, որ մեր ձևով շարժումը անիմաստ ինչ-որ բան է եւ շատ շուտ շարքից դուրս է գալու։ Իշխանությունը պնդում էր, որ մեր ձևով շարժման անդամների թիվը չի կարող գերազանցել 500 կամ 1000-ը։ Իշխանությունը որպես կանոն ինչ պնդում է, դրա հակառակն է լինում։ Իսկ ինչ վերաբերում է իրավական գործընթացին, մենք հստակ մեր ճանապարհային քարտեզը ներկայացել ենք, թե որ պարագայում Սամվել Կարապետյանը կարող է եւ լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Նույնիսկ իրենց վախերը այնքան, այսպես ասած, չեն կարողանում այլևս թաքցնել, որ ինչ լինում է, իրենց վստահ եմ, որ իրենց կողքը լավ իրավաբաններ կան, չեմ հավատում, որ չլինեն, չեմ հավատում, որ բացադրած չլինեն, չեմ հավատում, որ զեկուցած չլինեն։ Ինչպես եթե իհարկե զեկուցում են, որ օրինակ ազդության հրաբարակում 10,000 հոգի են, հնարավոր է, որ այլ բան զեկուցած լինեն, բայց իրավական գործընթաց եւ ճանապարհային քարտեզը մենք այնքան ազնիվ ու պարզ ենք մեր հասարակության մեր ընտրողների հետ, որ հստակ ամբողջ ճանապարհային քարտեզը ներկայացել ենք, թե որ պարագայում ինչ է պետք ու ինչ է լինելու։ Պարոն Մխիթարյան, վերջերս ազգային ժողովը ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարեց, ըստ որի կուսակցությունների դաշինքների անվանումներում չի կարող լինել անձնանուններ։ Ուժեղ Հայաստանը կրում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք անվանումը։ Այս դեպքում ինչ է կատարելու։ Արդյոք Սամվել Կարապետյանի անունը հանելու եք եւ ընտրությունների եք գնալու միայն Ուժեղ Հայաստան անունով։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք ու այս փոփոխությունը իրականացրեց այն փոքրիկ խմբակը, որը խոսում է, որ Սամվել Կարապետյանը թույլ է։ Այսինքն նրանք նույնիսկ նաև փորձ ամեն անգամ, հերթական անգամ ավելի ճիշտ ապացուցում է, որ նրանք նույնիսկ վախենում են Սամվել Կարապետյանի շուկից։ Մենք իհարկե այս պահին անվան հետ կապված փոփոխություն լինի, արդեն պաշտոնապես կհայտարարենք մեր հետագա քայլերը, այստեղ բայց նաև կուզենամ մեր հայրենագիտները հիշեն, որ բոլոր հնարավոր եւ աբորինի ճանապարհներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է մեզ խանգարել։ Իհարկե դա մեր մոտ իրենց մոտ չի ստացվելու, չենք էլ անդրադառնում այդ հարցին, բայց սահմանադրությունը ոտնատակ տալով իրենք նաև ոտնատակ են տալիս Վենետիկի հանձնաժողովը, որտեղ հստակ կարգով գրված է, որ ընտրություններից առնվազն 1 տարի առաջ պետք չէ խաղի կանոններ փոխել։ Հիմա մեր մոտ ստացվում է 60 օր առաջ փորձում են, ստացվեց իհարկե այդ մասով խաղի կանոնները փոխել, բայց անվան հետ կապված մենք որևէ խնդիր չունենք, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտի, թե ում հետևից է գնալու ու ով է հաջողություն ունենալու։ Սամվել Կարապետյանը իր ելույթում, պարոն Մխիթարյան, խոսեց, որ Երևանը այսուհետև, եթե Ուժեղ Հայաստանը դառնա իշխանություն, ուժեղ հարաբերություններ է ունենալու եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի, եւ Պեկինի հետ։ Այսօր Երևանը Վաշինգտոնի հետ Թրամփի ծրագիրն է կյանքի կոչում, որտեղ ցանկանում է մասնակցություն ունենալ նաեւ Մոսկվան։ Բայց Վաշինգտոնը, ինչպես գիտենք, ընդդիմանում է։ Արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանը կարող է մի օր աշխարհակաղակական խոշոր կենտրոնների տնտեսական բախման վայր դառնալ։ Մենք ճիշտ հասկացած չէ, խոսում ենք այնուն Թրամփի մասին, ով որ նույնիսկ չէր հիշում մեր վարչապետի անունը, ում նշեց ՏՏԿ-ի։ Տեսեք, միանշանակ դա այդպես չի։ Բացատրեմ ինչի։ Սամվել Կարապետյանի տեսլականը ունենալ Ուժեղ Հայաստան հենց դրանում է կայանում։ Երբ որ պետությունը, երբ որ երկրի առաջնորդը, երբ որ երկրում լավ կարգավիճակ է, այսինքն տնտեսապես հզոր ենք, ունենք ամուր պաշտպաններ, մենք մեզանից բան ենք ներկայացնում։ Այդ ժամանակ ես վստահ եմ միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էլ, Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ, Ֆրանսիան էլ, Չինաստանն էլ, բոլորն էլ հաշվի են նստելու մեր հետ։ Մեր պարագայում Թրամփը մեր տղային ասում է ինչ անի, ու նա ուզած-չուզած այդպես էլ անում է, որովհետև եկեք անգեղծ լինենք։ Մեր իրականության մեջ էլ որպես կանոն թույլերին չեն հարգում։ Հենց դրա համար ենք մենք ուզում ունենանք Ուժեղ Հայաստան։ Իսկ այս պարագայում Սամվել Կարապետյանը իր
առնվազն աշխատանքային, հա, փորձով ու կյանքով ապացուցել է, որ նա կարող է ու լինելու է այնպիսի ղեկավար, ով սիրում է հայրենիքը, ով հայամետ է ու ում համար կարևորությունը, կարևորագույնը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահն է։ Ուժեղ Հայաստանը քաղաքական ասպարեզ մտավ առաջին հերթին ուժեղ տնտեսություն ստեղծելու գաղափարներով 300,000 նոր աշխատատեղ, 0% հարկ եւ մի շարք փոփոխություններ։ Էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ ձեր տեղը նստած ասաց, որ մենք ոչ միայն խոստանում ենք, մենք ոչ թե խոստանում ենք, այլ իրագործում ենք։ Օրինակ 0%-ով գյուղվարկեր ենք տրամադրում, թոշակներ ենք բարձրացնում։ Դուք ինչ հնարավորություններ եք ունենալու։ Պետական 8 տարվա մեջ պետական պարտքը նման դինամիկ աճով երբևիցե նման աճ չի գրանցվել պետական պարտքի մասով։ Ընդամենը պետք է Գևորգ Բաբոյանին հիշեցնել, օրինակ, Շիրակի մարզի աղքատության տոկոսի մասին։ Ու սա խոսում ենք այն պարագայում, երբ որ այդ տվյալները իրենք են տվել։ Ես գյուղերում, ինչի՞ չէ քաղաքում, երբ որ շրջում եմ, բնակչությունը իրոք գումար չունի։ Բնակչությունը նույնիսկ գումար չունի ձմեռվա ամիսների իր կոմունալները վճարելու համար։ Օրինակ ցավոք սերդի Շիրակի մարզում բոլորս գիտենք, որ ձմեռը մի փոքր ավելի երկար է։ Մենք մարզում շուրջ 7-8 ամիս օգտվում ենք հա տակացուցիչներից։ Այսինքն մարդկանց մոտ այնքան վատ է վիճակը, որ նժարին դրած է երկու բան՝ վճարել կոմունալները, թե իր երեխաներին հաց տալ։ Ու երբ որ խոսում են անդադար նոր գրանցված աշխատողների մասին, ինչ որ այլ էքստրավագանտ, այսպես ասենք, բաների մասին, պետք է ընդամենը հիշեցնել, որ ձեր պարգևավճարներից բացի, եթե մարդիկ ձեր նման պարգևավճարներ չեն ստանում, Հայաստանի Հանրապետությունում անհնար է 30, 40, 70 կամ 100,000 դրամով նման ցոփ ու շվայտ կյանք վարել քիչ է։ Մի հատ էլ հոգալ ընտանիքի ծախսերը, չեմ խոսում էլ ուսանողների մասին եւ այլնի մասին։ Իրենց մերը խոստում չի։ Մերը երաշխավորված խոսք է Սամվել Կարապետյանի կողմից, որովհետեւ Սամվել Կարապետյանը 30 տարի արել է, չեմ ուզում ասեմ ինչ ասել արել է, որովհետեւ ցավոք սրտի որից է կերպ չեն մեկնաբանվել, չեն լուսաբանվել թե իր կողմից, թե Տաշիր բարեգործական ընկերության կողմից կատարվածները։ Եվ ժողովուրդը այդ մասին չգիտի։ Միանշանակ ես միշտ, երբ որ նայես քան որ հանդիսանում եմ պարոն Կարապետյանի պաստաբանական թիմի անդամ, իմ ու իր խոսակցությունները միշտ դրան են եղել, թե ես ամեն անգամ, այսպես ասած, հումորով ասել եմ, թե ինչի չեք տեղեկացրել։ Բայց ինձ շատ հստակ պարոն Կարապետյանը բացատրել է, որ եթե լավ բան ես անում, լավություն ես անում ու սարքում ես զանգակ, բոլոր չգիտեմ հեռուստաընկերություններով, Facebook-ով եւ այլն սոցկայքերով ներկայացնել, դա լավություն չի։ Դա ընդամենը շոու է։ Դրա համար այս մարդիկ իրենց ընտանիքը Տաշիր բարեգործական հիմնադրամը ինչ արել են, լուր են արել, որովհետեւ ցույց տալու, ապացուցելու որևիցե բանի կարիք իրենք չեն ունեցել։ Դուք այս ընթացքում անդադ շփվում եք քաղաքացիների հետ, հանդիպումներ եք ունենում։ Նրանք այսօր ինչ են պահանջում, թե իշխանությունից, թե այն ուժերից, որոնք պատրաստվում են, օրինակ, գալ իշխանության կամ հայտ են ներկայացրել իշխանություն ստանձնելու համար։ Տեսեք, մեր հասարակությունը միանշանակ ու արտարացիորեն հույսը կդրել է գործող իշխանությունից։ Նրանց հույսը մեր հետ կապված ինչն է։ Ունենալ իրոք ուժեղ ու լավ Հայաստան, ու հետաքրքիր մի բան ասեմ, մեր հասարակության գերակշիռ մասը, երբ որ իմ հետ խոսում են, անդադար իրենց, այսպես ասածա, կարևորագույն թեմաներից մեկը արտարությունն է, ու նաև այն հանգամանքը, որ վերջապես սահմանադրությունով ամրագրված 3 ճյուղերը իրոք իրար հակազդեն եւ հակակշռեն։ Այսինքն առանձին լինեն օրենսդիրը, գործադիրը եւ դատականը։ Մեր ժողովուրդը սրտանց ցանկանում է արտարություն տեսնել։ Սրտանց ցանկանում է, որ ենթադրենք հայցադիմով կամ դիմով մտնում է դատարան, վստահ լինի դատարանի անաչառության, օրինականության վրա։ Նույնը բոլոր մասերին է վերաբերում։ Տեսեք, նույնիսկ բարեկների մասով մենք խնդիր ունենք, որովհետև երբ որ բարեկը օրինակ ինձ կանգնեցնում է, այդ ժամանակ ես լինելով որպես փաստաբան իհարկե փորձում եմ միշտ առանց բանի, բայց հասկանում եմ, որ այդ մարդիկ ցավոք սրտի որևիցե օրենքից գլոբալ առումով տեղեկացված չեն։ Ընդամենը ռոբոտացված մարդիկ են։ Հիշում եք, չէ՞, նաև վարչապետ Փաշինյանն էլ մի ժամանակ հայտարարեց, չէ՞, բարեկներին, եթե չեմ սխալվում, ընտրում են այն համակարգով, որ բարձրակարգ կրթություն պետք չի։ Բայց այդտեղ էլ պետք է հասկանանք, առնվազն գոնե այս մարդկանց պետք է տանեն վերապատրաստեն։
Եթե որոշումը կա, մարդիկ էլ հիմա աշխատում են քավլից, ես իրենց դեմ որևէ բան չունեմ, բայց այս մարդկանց բարեկներին պետք է տանեն վերապատրաստեն, օրենքներ պետք է սովորեցնեն, շփվելու ձև պետք է սովորեցնեն, ու բոլոր սֆերաներում այս նույն խնդիրը։ Իրենք ինչ են անում, ընդունում են մարդկանց ու դրանից հետո մոռանում են նրանց իրավագիտակցությունը վերապատրաստում անելու մասին, դնում են կողքի, մարդիկ ինքնահոսի աշխատում են։ Երբ որ նույն օրինակ բարեկային ծառայողին իրավական 1-2 հարց է տալիս ու շատ խորի մասին չեմ նշում, այդ մարդիկ տեղեկացված չեն։ Ես ամենայն անգեղությամբ իրենց չեմ մեղադրում։ Համակարգն է սխալ գործում այստեղ։ Ու նույնը բոլոր ասպեկտներում է այդպես։ Պարոն Մխիթարյան, կարծում եմ արդարությունից բացի հասարակության մի ստվար զանգվածին ավելի շատ պետք է հետաքրքրի եւ հետաքրքրում է խաղաղությունը, ուժեղ Հայաստանը, եթե կարճ ձևակերպենք, քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, Հայաստանը ձեր խոստացած ուժեղ խաղաղությունը կունենա առաջիկայում։ Ուժեղ խաղաղությունը միանշանակ ունենալու է, երաշխավորված դա խաղաղություն է լինելու ու ոչ պարտադրված, խաղաղությունը լինելու է արժանապատիվ, ու երբ որ մենք ունեցանք նաև, որը շատ մոտ ապագայում լինելու է ուժեղ տնտեսություն ու ամուր հզոր բանակ, վստահեցնում եմ ձեզ, բոլոր հարցերը լուծվելու են։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։